Բարի երեկո, Ազատություն TV-ի ուղիղ եթերը լրատվական կենտրոնն է շարունակում։ Այս ծրագրի ընթացքում դիտեք։ 5 օր է տարբեր մարզերում լայնամասշտաբ հրդեհներ են մոլեգնում, ոչ վարկածներ են առաջ քաշվում, ոչ քրեական գործեր կան։ Հիմա շատ տաք եղանակա ու շոր, շատ դժվար է հրդեհը մարելը։ Նիկոլ Փաշինյանն ու ՀԵՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն ուղիղ եթերում էլցանցերի չարաշահումներն են քննարկել։ Այլ անուն կան փողերի լվացում դժվար է գտնել։ Արդյոք վարչապետի եզրահանգումը նոր մեղադրանքի հիմք կդառնա։ Միակ նպատակը ձեր ուղղակի արդարացնելն է խլելը։ Եպիսկոպոսները Մայրաթոռում հավաքվել են ժողովի, այստեղ են նաև Փաշինյանի մասնակցության պատարակներում վեհափառի անունը շրջանցող թեմերի առաջնորդները։ Ամբողջ պատարակին աղոթում եմ մեր երկրի եւ մեր ժողովրդի։ Միջազգային մամուլը պնդում է Հայաստանը սառեցրել է հնդկական կործանիչների գնման $1 միլիարդ ավելի արժեցող գործարքը։ Երևանը լռում է։ What's happening between Armenia and Azerbaijan, which seems to be in a much better place. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայ-ադրբեջանական հարաբերություններում դրական շարժ է տեսնում։ Թրամփի բանագնացը ռուսների հետ քննարկում է խաղաղության պլանը, առաջիկա օրերին Զելենսկին կարող է ԱՄՆ մեկնել։ Հայաստանի տարբեր բնակավայրերում հրդեհներ են մեծ ու փոքր օջախներով։ Գեղարքունիքի ճամբարակ թթուջուր հատվածում օրինակ 5-րդ օրն է հրդեհն ամբողջությամբ մարել չի հաջողվում։ Ներքին գործերի նախարարությունից այս պահին այրվող տարածքների աշխարհագրությունն ենք ստացել, բայց բռնկման պաշտոնական վարկածներ իրավապահները չեն շտապում առաջ քաշել։ Իսկ ծավալները դատելով ներգրավված փրկարարների թվից ամենևին էլ փոքր չեն։ Շուրջ 4 օր է Հայաստանի տարբեր մարզերի անտառներում, հանդերում լայնամասշտաբ հրդեհներ են, պատճառները պաշտոնապես դեռ չեն հաղորդվում։ Քննչական կոմիտեից ասում են բացահայտման հետքերով կգնան, եթե հանցագործության մասին հաղորդում ստանան, իսկ այն դեռ չկա։ Փաստորեն կրակը տեղ-տեղ շարունակում է տարածվել, բայց քրեական գործ չկա։ Նոյեմբերի 21-ին հրդեհի առաջին բռնկումը Գեղարքունիքի մարզի ճամբարակ թթուջուր հատվածում էր։ Միանգամից 3 օջախով։ Ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանի փոխանցմամբ հրշեջ փրկարարներին դեռ չի հաջողվում 3-րդ օջախն ամբողջությամբ մարել։ Հրդեհի օջախներից 2-ը հրշեջ փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում մարվել է, իսկ մյուս օջախներում աշխատանքներն այս պահին ինտենսիվորեն շարունակվում են։ Հրդեհի առանձին օջախներ էլ Տավուշի մարզի Իջևան եւ Բերդ համայնքների անտառներում են։ Դրանք ավելի մոտ են Բերդի կազմում գտնվող Նավուր բնակավայրին։ Համայնքի ղեկավար Մհեր Նիգոյանն ազատությանն ասաց, Բերդի համայնքապետարանի եւ համայնքի վարչական տարածքների շուրջ 50 աշխատակիցներ միացել են հրդեհաշիջման աշխատանքներին։ Արդեն 3-րդ օրն արդեն որ մարդիկ ընդեր գիշերում են։ Ոչ միայն համայնքապետարանի, ընդհանրապես փրկարար ծառայության կամ անտառտնտեսության կամ անհատ մարդիկ ամբողջ ուժերը կենտրոնացված աշխատում են։ Ընդհանուր առմամբ հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են 1830 փրկարարներ, ոստիկանության 10 ծառայող եւ 103 էկոպարեկ։ Գործի է դրվել 17 հիմնական եւ 143 օժանդակ տեխնիկա։ Իսկ Պաշտպանության նախարարության ուղղաթիռը հետախուզման ու հրդեհաշիջման աշխատանքներ է իրականացնում։ Այս օրերի ընթացքում արդեն 70 թռիչք է արել։ Նավուրի համայնքապետն ասում է, իր ոչ պրոֆեսիոնալ մոտավոր դիտարկմամբ շուրջ 10 հեկտար տարածք է այրվել։ Կրակի դեմը փորձել են առնել, բայց որտեղ դեմը փակել են, որ առաջ շարժվի, այնտեղ հին փայտեր կան, թաթ փայտեր, դրանք վառվում են։ Հիմա շատ տաք եղանակա ու շոր, ու շատ դժվար է այդ պայմաններում հրդեհը մարելը։ Բնակավայրից հեռու է, 4-5 կիլոմետր ուր գծով հեռու է։ Հայաստանի տարբեր մարզերում հրդեհաշիջման աշխատանքները համակարգելու համար օպերատիվ շտաբ է ձևավորվել, այն ղեկավարում է փրկարար ծառայության տնօրենը։ Ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանն է թվարկում, թե Հայաստանում հրդեհային ինչ իրավիճակ է այս պահին։ Հրշեջ փրկարարների համակարգված ու համառ աշխատանքի շնորհիվ հաջողվել է մարել մի շարք տարածքներում բռնկված հրդեհները, մասնավորապես Գեղարքունիքի մարզի Մարտունու Սպիտակասարի հատվածում, Վարդանյանց լեռնանցքում, Զոլաքար բնակավայրին հարակից Սարում,
Լոռու մարզի որոշակի հատվածներում, Սյունիքի մարզում, Կոտայքի մարզում, Արագածոտնի մարզում, տարբեր հատվածներում։ Ինտենսիվ կերպով հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են նաև Տավուշի մարզի Դիլիջանի Կազաչի հատվածում, Նավուր բնակավայրի մոտակայքում, Դիլիջանի ոլորաններին հարակից անտառում եւ Շիրակի մարզ Ձորաշեն բնակավայրի մոտակայքում։ Նարեկ Սարգսյանն ասում է, այս բոլոր համայնքների բնակիչներն ակտիվորեն ներգրավված են հրդեհաշիջման աշխատանքներին։ Այս 4-ից 5 օրերի ընթացքում ներքին գործերի նախարարությունից ուղիղ տեքստով չեն ասում, թե որն է հրդեհների պատճառը, որովհետև դա քննչական կոմիտեի աշխատանքն է, բայց հորդորում են արոտավայրերն ու ցանքատարածքները մաքրելիս չոր խոտերը, բուսական չոր մնացուկներն ու տերևները չայրել, հրդեհավտանգ իրավիճակներ չառաջացնել, հիշեցնում են 50-ից մինչև 200,000 դրամ վարչական տուգանք է սահմանված։ Մինչ իշխանությունը չի որոշել հեծի հետագա ճակատագիրը, ինչպես է կառավարվելու երկրի էլեկտրամատակարարումը ապահովող հիմնական ընկերությունը, վարչապետն ու նրա թիմակիցը հեծի ժամանակավոր կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանը որոշել են այսօր ուղիղ եթերում կրկին խոսել հայտնաբերված չարաշահումների մասին։ Վարչապետը լսածին անգամ կոնկրետ քրեական օրենսգրքի որակումներ է տվել։ Մի քանի օր առաջ լիցենզիայից զրկված հեծի ղեկավարությունն արձագանքել է հնչած մեղադրանքներին, հերքելով դրանք։ Փաշինյանին մեջբերեմ մարդկանց վարկաբեկելու լավ մասնագետ են անվանում, որը նաև ըստ Կարապետյանների թույլ կողմեր ունի, էլի մեջբերում դրույթների մեջ չի խորանում։ Սամվել Կարապետյանին պատկանող հեծի կառավարումը վերցնելու եւ ընկերությունն ազգայնացնելու մասին բարձրաձայնվեց նույն այն օրը, երբ միլիարդատերը հայտարարեց իշխանության հարձակումներից եկեղեցու պաշտպանությանը իր ձևով մասնակցելու մասին։ Այդ հարցազրույցից հետո գործարարը իշխանությունը զավթելու կոչի մեղադրանքով 5 ամսից ավելի կալանավորված է։ Հրավիրել եմ ձեզ այսօր, որպեսզի խոսենք հեծում գործերի ընթացքի եւ վիճակի մասին։ Կալանավորված Սամվել Կարապետյանի էլեկտրական ցանցերը լիցենզիայից զրկվելուց հետո կառույցի ժամանակավոր կառավարիչ վարչապետի կուսակից Ռոմանոս Պետրոսյանը Նիկոլ Փաշինյանի աշխատասենյակում ներկայացնում էր նույն հիմնավորումները, որոնցով անցած շաբաթ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում կայացրեց։ Պետրոսյանը իրեն նախորդած ղեկավարությանը մեղադրում էր տասնյակ միլիոնավոր դրամի հավելագրումների համար։ 1.5 տասնյակից ավելի քրեական վարույթներ են այսպես նախաձեռնված, նաև տեսուչի կալանավորում ունենք ցանցերից ով հավելագրում էր արել համայնքային ոչարևրեն կազմակերպության հաշվիչին 1 միլիոնից ավելի գումարի էլեկտրաէներգիա եւ դրանով եւ տեխնիկական կորուստները նվազեցնում, մոտեցնում, մոտարկում սահմանված ցուցանիշին 7%-ին, ինչպես նաեւ հանրության կամ պետական ու համայնքային հիմնարկների հաշվին գեներացնում են որոշակի ստվերային շրջանառության էլեկտրաէներգիա։ Այսինքն պետական հիմնարկների հաշվին ավել հոսանքի սպառած հոսանքի ավել տվյալ են։ Այո, ավելիներ վճարում պետբյուջեն, քան իրականում սպառել է տվյալ հիմնարկությունը կամ Այսինքն ինչ հիմնարկների մասին է խոսքը։ Համայնքային կամ դպրոցի շենքեր կարող են լինել, բժշկական կենտրոնը կարող է լինել, կոմունալ տնտեսության հողակներ մեծամասամբ, քաղաքների, մեր բնակավայրերի գիշերային լուսավորության ցանցերի վրա են ահռելի հավելագրումներ արվել։ Վարչապետն ու հեծի ժամանակավոր կառավարիչը կրկին անդրադարձան հեծի ու Տաշիր գրուպի գնումներին, խոսեցին ուռճացված ծախսերի, փոխկապակցված անձանց պատվերներ տալու մասին, որոնք կազմակերպությունը օրինական է համարում, բայց Նիկոլ Փաշինյանը հեռուն գնաց։ Դե սա շատ կոնկրետ փաստեր են եւ տպավորությունը ստացվում, եթե չեմ սխալվում, սենց երևույթները, իրավաբանները փողերի լվացում են կոչվում, որ այսինքն իրականում ոչ թե գործարք անելն է, աշխատանք անելն է, այլ շրջանառությունից փող դուրս բերելն է եւ դա այնպիսի խողովակով, որ առերևույթ եկամուտը դիտվի օրինական, բայց գործնականում այն ինչ որ նկարագրում եք եւ եթե հիմնավորված է ըստ էության դա այլ անուն կան փողերի լվացում դժվար է գտնել։ Գնումներ եւ փողերի լվացում, սա ամենահետաքրքիր կետերից է, որի համար այս ամբողջ համերգը ներկայացվել է։ Հեծի տնօրենների խորհրդի նախագահ Նարեկ Կարապետյանը Փաշինյան-Պետրոսյան հանդիպումը որակել է փորձ ներկայացնելու հեծը խլելու հիմնավորումները։ Կարապետյանը վարչապետին արձագանքեց նույնօրինակ տեսանյութով, ինքն էլ իր տեղակալի հետ կետ առ կետ հերքելով մեղադրանքները։ Չհերքելով, որ Տաշիր ընկերության հետ հեծը գնումներ է արել, Նարեկ Կարապետյանը միաժամանակ բացատրեց. Գնումները մենք անում ենք մեր փողերով։
Չենք անում պետության, սակագնի, սա շատ կարևոր բան է, որը այս մարդիկ չեն ասում ձեզ։ Սեփականատերը կարա չանի հետի։ Ներդրումները կարա իր գրպանից չդնի, որ 20 տարի հետո գումարը հետ ստանա։ Մեր բոլորի հավատամքն է, որ եթե դու ուզում ես երկրում ունենաս արդյունաբերություն, եթե ուզում ես երկրում ինչ-որ բան արտադրես, պետք է խոշորացնես պայմանագրերը եւ տաս տեղական արտադրողին։ Գիտեմ, մի քիչ խառն է հնչում, բայց ոլորտը մանրուքների մեջ է։ Մակերեսային պատասխանների արդյունքում մենք ստանում ենք այն, ինչ որ ունենք մեր երկրի բոլոր ոլորտներում։ Կառավարության շենքում այսօր հնչած մյուս մեղադրանքների մասին Նարեկ Կարապետյանը դեռ չի հրապարակել տեսանյութեր։ Միակ նպատակը ձեր ուղղակի արդարացնելն է, խլելը։ Ինչ մնում է հեծի հետագա ճակատագրին, վարչապետը կրկնեց, կամ պետությունը կգնի ու կառավարումը կհանձնի մասնավորին, կամ էլ նոր ներդրողի կգտնեն, որը կգնի հեծը։ Ռոմանոս Պետրոսյանի ներկայացրած ծավալուն զեկույցից Նիկոլ Փաշինյանը եզրակացրեց, գինն էլ պիտի փոխվի։ Պատկերավոր ասած օբյեկտիվ օտարման գին կարող է լինել։ Իհարկե որոշ նրբություններ, որովհետև ձեր բոլոր ասած գործոնները ազդում են իհարկե։ Ուղղակիորեն։ Ազդում են նաև են, որ ընկերությունը փաստացի այնպիսի գործողություններ արել, որ ակնհայտ հիմնավորված որոշմամբ լիցենզիայից զրկվել է, որովհետև այդ լիցենզիան էլ շատ, եթե չասենք ամենակարևոր, ինքը այդ արժեքի մի շատ ծանրակշիռ մասն է։ Մինչդեռ Կարապետյաններն արդեն դիմել են միջազգային արբիտրաժ $500 միլիոն փոխհատուցման պահանջով։ Շնորհակալ եմ։ Շատ լավ, այսքանը։ Էջմիածնում այսօր հավաքվել էին եպիսկոպոսները։ Ենթադրվում է, որ օրակարգում վերջին շաբաթներին եկեղեցական կանոնների խախտումներն են։ Փաշինյանի մասնակցության պատարագների պարտադիր տեքստերից բոլոր հոգևորականները հեռացնում են ամենայն հայոց կաթողիկոսի հիշատակումը։ Վարչապետի նախապայմանն է սա, թե հոգևորականների ինքնաբուխ ընդվզումը։ Ժողովից հետո։ Աբրահամ Սրբազանը եպիսկոպոսական ժողովի է շտապում։ Մոտեցավ Յագուար Մակնիշի մեքենային սքեմը վերցնելու։ Վայոց ձորի թեմի առաջնորդը բոլոր հարցերին նույն պատասխանն ունի։ Բոլոր ձեր հարցերի պատասխանները կստանաք ժողովից հետո։ Խնդիրը սակայն այն է, որ եպիսկոպոսատ ժողով հրավիրելու շարժառիթներից մեկն էլ հենց Աբրահամ Սրբազանն է, Վայոց ձորի թեմի առաջնորդը։ Խաչիկ գյուղում Փաշինյանի մասնակցությամբ պատարագի ժամանակ պատարագող քահանան Տեր Հովանեսը վեհափառի անունը չհնչեցրեց եւ այդ ամենը տեղի ունեցավ հենց Աբրահամ Սրբազանի ներկայությամբ։ Նույնը կրկնվեց մեկ շաբաթ անց Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ Սրբազանի ներկայությամբ։ Ենթադրվում է, որ այս ժողովում հենց եկեղեցական կանոնների խախտման այս դեպքերն են քննվելու, բայց Աբրահամ Սրբազանն այդպես էլ չի ասի, ինքն է հանձնարարել չտալ վեհափառի անունը, թե անակնկալի եկավ քահանայի արածից։ Թե ինչ ընթացք է եւ ինչ լուծում եղավ, դա ժողովի խնդիրն է։ Ես չեմ կարող ձեզ ասել բան, որ չգիտեմ ժողովի անդրադարձը։ Խաչիկի Սուրբ Աստվածածին եկեղեցում եւս առավել խոսքերից հետո պիտի հնչեր կաթողիկոսի անունը։ Այստեղ սակայն կարճ լռություն է, կողքից մի սաստող ձայն։ Արդյոք հենց Աբրահամ Սրբազանն էր, ես չէի ասած։ Այն եզակի պատարագներից էր, որ ես ընդամենը ամբողջ պատարագին աղոթում եմ մեր երկրի եւ մեր ժողովրդի համար։ Թեմի առաջնորդն այդպես էլ հստակ չձևակերպեց վեհափառի անունը պատարագի պարտադիր տեքստից հանելը բոլոր այն դեպքերում, երբ Փաշինյանը ներկա է պատարագին։ Խնդիր է, թե ոչ։ Մայրաթորը մի քանի հայտարարություններով դատապարտել է այդ երևույթը, շեշտել, որ հակականոնական է նման քայլի դիմողները դուրս են եկեղեցուց։ Ինչպես կվերաբերվի Վայոց ձորի թեմի առաջնորդը, եթե իրեն կարգալույծ անելու որոշում կայացվի։ Օրինակ, Տեր Արամի կարգալույծության հիմքերում նաև վեհափառի անունը շրջանցելն էր։ Որևէ ժողովական որոշում, երբ որ ներկա է եպիսկոպոսների մեծամասնությունը, որոշում է կայացնում եւ դա ընդունելի է բոլորի համար։ Իսկ կարգալույծ հռչակված քահանան կարող է պատարագ անել։ Այս հարցին Մայրաթորը հստակ է արձագանքել, ոչ սրբապղծություն է, իսկ Մայրաթորի միաբանը ընդհանուր մի բան կասի։ Որևէ եպիսկոպոս, որևէ թեմի առաջնորդ ենթակա է Մայրաթորին։
մայրաթորի բաժիններն են, մայրաթորի ծառայողներն ենք մենք։ Աբրահամ եպիսկոպոսը հմուտ էր բոլոր հարցերը շրջանցելու գործում։ Նա եկեղեցու ներսում բոլորովին բաժանում չի տեսնում, թեպետ ինքը Գևորգ Սրբազանը եւ մի քանի քահանաներ վեհափառի անունը շրջանցելով արդեն իսկ ընդվզում են ցուցադրում։ Իշխող թիմից էլ պնդում են այդ հոգեվորականները աջակցում են վեհարանի ազատագրման Փաշինյանի օրակարգին։ Հոգեվորականների ճնշող մեծամասնությունը ուղղակի կիսում էին օրակարգը, որը առաջ է քաշել վարչապետը, դա գերակնհայտ է, հիմա այսինքն երկու թեմի առաջնորդ հիմա մի քանի քահանա վաղը, ու այսպես զնագնդի էֆեկտով ակնհայտ է, որ բոլորն են խոսելու այս թեմայով։ Աբրահամ եպիսկոպոսը այս մասին ոչինչ չի ասի։ Բայց ես ենթադրում եմ, որ երկու կողմերի համար էլ կան ճանապարհներ եւ կարող են այդ ճանապարհները գտնվել։ Դրա համար, եթե ես լուծում առաջարկեմ, կլինի սխալ։ Դրա համար ժողովներ են լինում։ Աբրահամ եպիսկոպոս Մկրտչյանը ունևոր հոգևորականի համբավ ունի։ Աղքատության ուխտը խախտել է, Սրբազանը ժպիտով արձագանքեց։ Հիդրոէլեկտրակայան, այո, բայց այն իրենը չէ, ծրագրով է։ Բուհը իրենը չէ, հիմնադրամ է։ Շքեղ ջիպ, այո, ցանկացել է գնել, բայց կանգ է առել 5 տարվա հնության ջիպի վրա։ Մայրաթորի ներսում միաբանական շարքերը որքան ճաք են տալիս, այդքան քչախոս է դառնում հոգևոր վերնախավը։ Այսօր էջմիածնականները եպիսկոպոսական ժողովի վեհարան ելումուտ էին անում ոչ գլխավոր մուտքով, հարցերից խուսափելու համար։ Ենթադրվում է, որ ժողովականների քննարկման թեմա է նաև Մայրաթորի դիվանապետի Արշակ Սրբազանի հարցը։ Նրա անվան հետ կապվող ինտիմ տեսանյութի հարցն ուսումնասիրող հանձնախումբ էր ձևավորվել։ Մամուլում մի աշխատանքային գրություն էր տարածվել, որում հանձնաժողովականների մեծամասնությունը կաթողիկոսին առաջարկում էր կասեցնել Արշակ Սրբազանի եկեղեցական ծառայությունը ու նրան Մայրաթորից դուրս այլ վայրում ապրելու տեղ տալ, մինչև քրեական գործը հանգուցալուծվի։ Ինչ որոշումներ կլինեն եպիսկոպոսատ ժողովում, առայժմ որևէ տեղեկատվություն չկա։ Ժողովի ավարտին հոգևորականները նույնպես սակավախոս էին։ Ինչ կրքեր են եռում վեհարանի փակ դարպասների ներսում պարզաբանումներ չկան, սակայն Փաշինյանի մասնակցությամբ պատարագները ըստ նախասիրությունների կրճատվող աղոթքները միաբանների շարքերում անհամաձայնությունների ու պառակտումների մասին են խոսում։ Երկրորդ օրն է մեկ տասնյակից ավելի քաղաքացիներ դատախազության առջև պահանջում են Բագրատ arczepiskopos Գալստանյանի գործով անցնող Լիդիա Մանթաշյանի խափանման միջոցի փոփոխություն։ 5 ամիս անազատության մեջ մնալուց հետո Լիդիա Մանթաշյանի կալանքը վերջերս եւս 3 ամսով ավելացվեց։ Մինչ փաստաբանները քննարկում են բողոքարկման հեռանկարները, նրա աջակիցները պատժիչ գործողություններ են տեսնում քաղաքական պատվերի շրջանակներում մի բան, որ իշխանականները հերքում են։ Որոշում կայացրեցի, որ պետք է նստացույց իրականացնենք ու դա կտևի այնքան ժամանակ, քանի դեռ Լիդիան գտնում է քրեակատարողական հիմնարկում։ Ես Սրբազան պայքարի մասնակից չեմ, աջակից չեմ։ Արման Պետրոսյանը ոչ Սրբազան պայքար շարժման անդամ է, ոչ էլ ակտիվ աջակից, բայց պայքարում է, որ Լիդիա Մանթաշյանը բանտից ազատվի։ Երեկվանից գլխավոր դատախազության դիմաց նստացույց է սկսել մի խումբ մարդկանց հետ, որ հանրային ճնշումը մեծանա ու Լիդիային կալանքից ազատեն։ Լիդիան էլ չի արել այնպիսի բան, որ ահաբեկչության նախապատրաստման հոդվածով այդ շինծու մեղադրանքը չպիտի լինի իր վրա։ Լիդիա Մանթաշյանը միակ կինն է, որ բանտարկված է Բագրատ Սրբազանի գործով։ Նրան էլ են մեղադրում ահաբեկչության փորձի ու իշխանությունը զավթելու նախապատրաստության համար։ Լիդիան շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի օգնականն էր։ 5 ամիս է բանտում է, դատարանը օրեր առաջ 3 ամսով նորից երկարացրեց կալանքը։ Ինձ արդեն զգուշացրել էին, որ դատավորը թույլտվություն չի ստացել Նիկոլենցից, որ ինձ ազատ արձակի, եւ մի շաբաթ առաջ սա գիտեի։ Լիդիայի դեպքը արդեն այդ կարմիր գծերի հատումներ, որ արդեն այս անարդարացանը հնարավոր չի չբարձրաձայնել, հնարավոր չի արդեն չպայքարել, որ Հիմա ոնց հասկանում ենք Լիդիան Հայաստանի Հանրապետության միակ ամենավտանգավոր ահաբեկիչն է։ Լուսինե Գրիգորյանը ծիծաղով է արձագանքում ընկերուհու մեղադրանքին։ Լիդիան ունակ չէ ուղղակի վատ քայլ կատարելու։ Պետք է խելառ լինես, որ այդպիսի բան մտածես Լիդիայի դեմքին միայն նայելով, արդեն հասկանում ես, որ նա լավ արարքից բացի ուրիշ բան չի կարող անել։ Համոզված է Աբովյան քրեակատարողական հիմնարկում պահելու մղումը նաև իրենց է հասցեագրված, որ իշխանության դեմ պայքարից ձեռքերը լվանան ու տուն գնան։ Այս կառավարության նպատակը այդ է, որպեսզի վախեցնեն բոլորին, բայց չի ստացվելու իրենց մոտ, որովհետև ոչ մեկ սրանցից չի վախենում եւ չի վախենալու։
Իշխանությունից այսպիսի պնդումները հերքում են, վստահեցնում, թե իրավապահների ու դատական իշխանության գործերին չեն միջամտում։ Լիդիային ուղղակի նայելով կտեսնեք, որ նա ահաբեկչություն այսպես ծրագրելու կամ ահաբեկչություն գործելու ունակ չէ պարզապես։ 5-րդ ամիսն է Լիդիային հանդիպել չի կարողանում, քանի որ տեսակցությունն էլ է սահմանափակված։ Այսինքն ավելի խիստ են Լիդիայի նկատմամբ, քան շարժման առաջնորդի։ Բագրատ Սրբազանի տեսակցությունների արգելքը վերացրել են։ Փաստաբանը պահանջել է, որ արգելքը հանեն, բայց պնդում է ինքնուրույն չեն կողմնորոշվել։ Լիդիա Մանթաշյանի արգելքը վերացնեն, թե ոչ։ Կարծես թե ամենաառանցքային կերպարը Բագրատ Սրբազանն էր։ Եթե իր տեսակցությունները բաց են, կարող է այս կնոջ տեսակցություններն է բաց լինեն, ու մարդիկ պատրաստ չլինելով այդ դրան ուղղակի ունենալով հրահանգ պահելու կալանքը, ասում են նույն սահմանափակումն, դա արդեն իսկ վկայում է, որ իրենք անկախ չեն գործում։ Այս գործով կալանավորվածներից 11 հոգու խափանման միջոցը փոխել են, կամ ազատության մեջ են, կամ տնային կալանքի տակ։ Իսկ Լիդիայի դեպքում դատարանը շարունակում է ծայրահեղ միջոցը։ Չի կարող մի գործով մեծամասնությունը մեղադրյալները լինեն այլընտրանքային խափանման միջոցի ներքո, Լիդիան լինի ամենածանր խափանման միջոցի ներքո, այդ տիրողության հիմնավորմամբ քննարկենք գուցե եւ ներկայացնենք միջնորդություն։ Տաթևիկ Սողոյանը դատարանից մեծ ակնկալիք չունի, բայց կբողոքարկի որոշումը։ Հնարավոր է առաջիկա նիստում էլ միջնորդի, որ Լիդիային ազատ արձակեն։ Ազդակա, որ հանկարծ երաշխավորված չլինեք, չզգաք ձեզ, չգիտեմ, ձեր սեռային պատկանելությամբ կամ աշխատանքով մենք կարող ենք գնալ եւ լրագրողների հետևից եւ մամուլի պատասխանատուների եւ կանանց, այսինքն այսպիսի կարմիր գծեր կամ սահմանափակող հանգամանքներ մեր համար այլևս նշանակություն չունեն։ Վարչապետի դեմ շարժման ակտիվիստ ընդդիմադիր Լիդիա Մանթաշյանի խիստ պատժին արձագանքել են նաեւ քաղաքասարակությունից։ Կնոջը թիրախավորված ու հետևողական հալածելը անընդունելի է համարում իրավապաշտպան Զարուհի Հովանիսյանը։ Ժանա Ալեքսանյանին այս դեպքը հիշեցրել է խորհրդային դատախազությունում ընդունված կարգերը։ Արձագանքել է նաև մարդու իրավունքների պաշտպանը։ Անահիտ Մանասյանը քրեակատարողական հիմնարկ այցելելու ժամանակ Լիդիա Մանթաշյանին էլ է տեսակցել։ Հետո էլ ընդհանուր բնույթի մի հայտարարություն տարածել, թե Հայաստանում կալանքի կիրառման պրակտիկան շարունակում է մտահոգիչ մնալ։ Անահիտ Մանասյանը նշել է, թե կալանքի չարաշահումը կարող է լրջորեն վնասել քրեական արդարադատության նկատմամբ վստահությանը։ Այս ապօրինի որոշումը դատարանի կողմից խտրական ու անարդարացի որոշումը միանշանակ բողոքարկվելու է բոլոր ատյաններով։ Արդյոք հանրային այս արձագանքը դատարանը հաշվի կառնի ու կազատի 39-ամյա ընդդիմադիր կնոջը 2 օրից հայտնի կդառնա։ Բագրատ Սրբազանի գործով դատական նիստը նոյեմբերի 27-ին է։ Եթերում ազատության լրատվական կենտրոնն է, մեր լուրերին կարող եք հետևել նաև ազատության տելեգրամյան ալիքում, իսկ այս ծրագրի երկրորդ մասում առաջարկում եմ դիտել։ Միջազգային մամուլը պնդում է Հայաստանը սառեցրել է հնդկական կործանիչների գնման $1 միլիարդ ավելի արժեցող գործարքը։ Երևանը լռում է։ What's happening between Armenia and Azerbaijan, which seems to be in a much better place. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հայ-ադրբեջանական հարաբերություններում դրական շարժ է տեսնում։ Թրամփի բանագնացը ռուսների հետ քննարկում է խաղաղության պլանը, առաջիկա օրերին Զելենսկին կարող է ԱՄՆ մեկնել։ Իսրայելական Ջերուսալեմ Պոստ պարբերականը պնդում է, որ Հայաստանը սառեցրել է հնդկական Տեջաս կործանիչների ձեռքբերման գործարքը։ Որոշումը ըստ թերթի կայացվել է նախորդ շաբաթ Դուբայի ավիաշոուում տեղի ունեցած միջադեպից հետո, երբ օդանավի կործանման հետևանքով զոհվել էր օդաչուն։ Իսրայելական լրատվամիջոցը պնդել է, որ Երևանը պատրաստվում էր 12 նորագույն կործանիչներ գնել թերթի տեղեկություններով։ Գործարքի ընդհանուր ծավալը կարող էր կազմել $1 միլիարդ 200 միլիոն ամերիկյան դոլար։ Պաշտոնական Երևանը Հնդկաստանի հետ գործարքի սառեցման տեղեկությունը դեռ չի մեկնաբանել։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ազատությանը տված հարցազրույցում Վրաստանի համեմատությամբ իրավիճակը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերություններում մեջբերեմ զգալիորեն ավելի լավ է որակել։ Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը մտահոգություններ է հայտնել Վրաստանում տիրող իրավիճակի կապակցությամբ, որի մասին ըստ նրա տեղեկացրել են պաշտոնական Թբիլիսիին։ Տարիներ առաջ Թբիլիսին իր հաստատակամությունն էր հայտնում շարունակել բարեփոխումները օր առաջ ՆԱՏՕ-ի լիարժեք անդամ դառնալու համար։
Նաև Եվրամիության անդամության բանակցություններն են սառեցված, օտարերկրյա գործակալների մասին քննադատված օրենքի ընդունումից Թբիլիսիում տեղի ունեցած բարեփոխումներից հետո, բախումներից հետո Բրյուսելը և եվրոպական այլ մայրաքաղաքներ շեշտել են, որ չեն կարող աջակցել Վրաստանի Եվրամիության անդամակցության շուրջ բանակցություններին, եթե երկիրը մասնավորապես չչեղարկի եվրոպական արժեքներին և սկզբունքներին հակասող օրենքները։ Again, any country in the Euro-Atlantic wants to become a member of NATO. Եվրատլանտյան գոտու ցանկացած երկիր, որն ուզում է ՆԱՏՕ-ի անդամ դառնալ, կարող է նման ցանկություն հայտնել, որից հետո գործի են դրվում համապատասխան ընթացակարգերը։ Անշուշտ ես միամիտ չեմ Վրաստանում տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ։ Մենք շատ մտահոգ ենք այնտեղ կատարվողով եւ այդ մասին ասել ենք վրացիներին։ Մենք համագործակցում ենք վրացիների հետ ու այդ համագործակցությունն ինքնին էլ խողովակ է վրացիներին հստակ փոխանցելու մեր մտահոգությունները։ Բայց այս ամենին պետք է ավելի ամբողջական նայել։ Մենք հետևում ենք նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև գործընթացին, որոնք կարծես շատ ավելի լավ վիճակում են, նաև շնորհիվ նախագահ Թրամփի ջանքերի։ Այնպես որ Վրաստանին պետք է նայել նաև ողջ Հարավային Կովկասի համատեքստում։ Thank you very much. Հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվել է Գյումրիի քաղաքապետի և նրա որդու դատավարությունը։ Հենց այս գործով դատական նախորդ նիստին Վարդան Ղուկասյանի մեղադրանքը մեկով ավելացավ, նիստի ավարտին նրա հայհոյախառն արտահայտություններն իրավապահները խուլիգանություն որակեցին ու ավելացրին արդեն եղած 3 այլ մեղադրանքներին։ Այսօր նա հերքել է իրեն վերագրվող բոլոր մեղադրանքները, տեղի ունեցող իրավական գործընթացները որակելով մեջբերեմ տեսակի կռիվ։ Գյումրիի քաղաքապետն ու որդին այսօր հակակոռուպցիոն դատարան բերվեցին 2 տարբեր կենտրոն եւ Արմավիր քրեակատարողական հիմնարկներից։ Ավագ Ղուկասյանը նիստի սկզբում հայրաբար նախատեց կրտսերին։ Պարոն Սպարտակ, համեցեք, անպայման հետևիցս պիտի գա։ Այս գործով դատական նախորդ նիստը թանկ նստեց հայր ու որդի Ղուկասյանների վրա, երկուսին էլ նոր մեղադրանք առաջադրվեց խուլիգանության հոդվածով, իսկ նոր մեղադրանքի հիմքում դրվեց դատական նիստի ավարտին հոր ու որդու վիրավորական կոպիտ արտահայտությունները իրենց կաշառքի մեջ մեղադրողների հասցեին։ Այսօր Վարդան Ղուկասյանը ավելի զգուշավոր էր։ Հիմա այն օրը կլավի կսիջիվի կուզեք սպասեք։ Ղուկասյանը կալանավորվեց կոռուպցիայի մեղադրանքով, դրան հետո ավելացան իշխանության զավթման կոչն ու խուլիգանությունը։ Վարդան Ղուկասյանը բացառեց, որ իշխանությունների հետ գործարքի կգնա իր ազատության դիմաց։ Իմ արունը, իմ կարտը թույլ չի տալիս նմանատիպ ապրելակերպ, երբ որ բացեք իմ կենսագրականը, հորս, պապերիս գրված է մաքուր ճիշտ հայրենասեր պայրադշտի տղա։ Ես էլ նույնն եմ ու դենց կմնամ։ Պարոն Ղուկասյան, հասցրեց նաև Աստվածաշնչից մեջբերում անել։ Ընտանեկական Ղուկասյանների վրա հոր ու տղորը սրել են, սաղ ասկու երամին տանել։ Ինչ ասեմ, ոչինչ, բան չկա։ Մի դատեք, որ չդատվեք, Աստվածաշունչն ասում է, մի դատեք, որ չդատվեք։ Ինչ բրտեք ձեր չանաղ, ենք ուկա ձեր կդալը, սպասեք, կկա ժամանակ, ամեն մեկը իր արածի համար պատասխան կտա։ Հակակոռուպցիոն դատարանում արդեն մի քանի տարի է քննվում է այս գործը։ Մեղադրյալի աթոռին Ղուկասյանից բացի որդին ու եղբայրն են։ Գյումրիի քաղաքապետը մեղադրվում է իր նախորդ պաշտոնավարման ընթացքում պաշտոնեական դիրքի չարաշահման, կեղծիքի ու փողերի լվացման համար, իսկ Սպարտակ Ղուկասյանն ըստ իրավապահների աջակցել է հորը։ Այսօր դատարանում որպես վկա հարցաքննվեցին քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնի աշխատակիցն ու կադաստրի կոմիտեի մասնագետը։ Շուրջ 40 դրվագով հարուցված այս վարույթը հիմնականում հողային օրենսգրքի խախտումներով հողատարածքների օտարումների մասին է։ Ղուկասյանը պնդեց, որ խախտում թույլ չի տվել։ Սպիտակի վրա սևով գրված է օազիսի հատվածը 60 հոդվածի տակ չի մտնում, դա հստակ է, ես չգիտեմ, թե ինչի համար է, ով է այդ եզրակացությունները տվել, որտեղ է գրված, դա գրված է և քաղաքի հատակագծի մեջ, և առանձին լրացուցիչ, ուրեմն հարցարագրություններ կա, և քաղաքաշինության նախարարությունից, և բոլորի կողմից դրա համար են իրենք վկայական են տվել։ Հիմա այս մարդը կանգնած տալակուսանքի մեջ է, ինքը մտածում է, կարող է սխալ եղել, կարող է սենց եղել, դրա համար ինքը սերի պատասխանում, բայց հստակ ես բարձրաձայն հայտարարում եմ, այդքան բան։
Ղուկասյանի փաստաբանը դատարանին տեղեկացրեց, որ այս վարույթի շրջանակներում Ղուկասյանին գործի նյութեր տրամադրելու հարցում խոչընդոտ կա եւ դատարանին այն վերացնելու մասին հայտնեց։ Կատարական հիմնարկում արգելվում է մեզ պաշտպաններից կոնկրետ այն վարույթով, որով պարոն Ղուկասյանը կալանքի տակ է, այդ վարույթից բացի որևէ այլ վարույթի վերաբերյալ փոխանցել պարոն Ղուկասյանին։ Իսկ մի բան ասեմ, որ այս վարույթով անհրաժեշտություն է եղել մի շարք նյութեր փոխանցել պարոն Ղուկասյանին, որպեսզի վերջինս ուսումնասիրի եւ մենք կարողանանք քննարկում կազմակերպենք, սակայն քերակատարական հիմնարկը արգելել է ինձ, Տիգրան Խոստանջյանին, պարոն Վարդանյանին, այն էլ ասում է այնպիսի նյութ, որը պետք է այդ վարույթի նյութերի մեջ գրված լինի, օժանդակ նյութեր չէ թույլ տալիս փոխանցել։ Սա ուղղակի հայտարարության կարգով, որ պարոն Ղուկասյանի կալանքի տակ գտնվելը խոչընդոտում է նաեւ այս վարույթով նրա պաշտպանությունը պատշաճ իրականացնելու համար։ Հոկտեմբերից կալանավորված Ղուկասյանի փաստաբանները բարձրաձայնում են ոչ պատշաճ բժշկական օգնության խցի վատ պայմանների մասին։ Չնայած իրավապահների պնդումներին, թե բավարար ապացույցներ ունեն, Ղուկասյանը հերքում է իրեն առաջադրված բոլոր, այդ թվում կաշառք վերցնելու մեղադրանքը եւ բանտից դատի է տվել ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանին։ Պահանջում է հերքել իրեն զրպարտող տեղեկությունները, ճանաչել իր անմեղության կանխավարկածի խախտման փաստը եւ կես միլիոն դրամի փոխհատուցում վճարել։ Դատական տեղեկատվական համակարգում նշված չէ, թե ՔՊԱ-ական Ռուբինյանի որ արտահայտությունն է Ղուկասյանը զրպարտություն համարել։ Ավելի վաղ Ռուբինյանը Facebook-ի իր էջում Գյումրիի քաղաքապետի լուսանկարներ հրապարակել ու գրել. 6 ամիս եւ 1 օր։ Ըստ հակակոռուպցիոն կոմիտեի ուղիղ այսքան պահանջվեց, որpիսի սա վերադառնա կաշառակերության իր սիրած գործին ու բռնվի։ 11 ամսվա ընթացքում 21 մահվան դեպք հայաստանյան քրեակատարողական հիմնարկներում։ Բանտերում մոնիտորինգ իրականացնող դիտորդական խումբն է ահազանգել կոնկրետ քայլեր ակնկալելով պետությունից։ Խմբի ղեկավար Սերգեյ Գաբրիելյանը մահերի կտրուկ աճի համար առողջապահության նախարարությանն ու քրեակատարողական ծառայությանն է պատասխանատու համարում։ Դատապարտյալների կյանքի ու առողջության համար պատասխանատու այս երկու օղակներում էլ թերացումներ են արձանագրել։ Առողջապահության նախարարությունից կա արձագանք, չեն ընդունում գերատեսչության հասցեին մեղադրանքները, հայտարարել են, թե քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալներին պատշաճ բուժօգնություն է տրամադրվում։ Եթե տոկոսային բաժանում անենք, ես առաջինը պատասխանատվությունը կտնեի առողջապահության նախարարության վրա, երկրորդը արտադրության նախարարության քրեակատարողական ծառայության վրա, ինչի համար, որովհետև անկախ ամեն ինչից քրեակատարողական ծառայությունն էլ իր մանդատի շրջանակներում պետք է արձագանքի եւ պետք է անմիջական 24/7 ռեժիմով պետք է տեղեկացնի առողջապահության նախարարությանը եւ ստիպի առողջապահության նախարարությանը, որովհետեւ նրանք կատարեն իր գործառույթները։ Քանի բժիշկ այսօրվա դրության պատասխանատվության ենթարկվե այս իրավիճակում, ինչը ունենք մենք 21 մահացու դեպք, եւ քանի քրեակատարողական հիմնարկության աշխատակից է պատասխանատվության ենթարկվե։ Եվ դա քաղաքացին ինքնավնասում է իրեն, մատներն է կտրել, չգիտեմ, ժամանակին դեղորայքը չի տրամադրվել, քաղաքացին ինքն իրեն կախել է թելի միջոցով։ Այսինքն դա աբսուրդ, դա այն գիտեք մի ֆիլմի ժանրից է, որ մտածում ես 21-րդ դարում քաղաքացին դեղորայք չունի, դեղորայքի համար ինքնավնասում է անում, կամ քաղաքացին 21-րդ դարում մնացել է ինչ որ 5-10 վայրկյան մնացել է մենակ եւ ինքնասպանության է դիմել։ Ցավոք սրտի մենք արձանագրում ենք 21 դեպք եւ 21 դեպքի համար պետք է պատշաճ ուսումնասիրություն կատարվի, պատշաճ վերլուծություն իրականացվի եւ պետք է 21 դեպքի համար պետք է հրապարակորեն ներկայացվի, թե ինչի համար մենք ունենք այդ դեպքերը։ Նախ չէի ուզի, որ առողջապահական թեմաների վերաբերյալ մեկնությունները լինեն սիրողական բնույթի, ինչը նշանակում դեղը ուշացվել է, բուժօգնությունը պատշաճ չի տրամադրվել, այդ ինչպես են չափել, կամ այդ ով է որոշել, կա կոնկրետ դեպք, խոսենք ավելի առարկայական, որ դեղորայքն է ուշացվել, որ բուժօգնություն է, որ պիտի տրամադրվեր ու չի տրամադրվել եւ որ դեպքի մասով։ Եվ գիտեք ինչ, մահվան դեպքերի մասին խոսելիս չի կարելի ընդհանրական մոտեցում ցուցաբերել եւ խոսել այդպես մեղադրական տոնով, գոյություն ունի դատաբժշկական փորձաքննություն իր
իրականացնող մարմին, պետք է լինել իրավահարկ եւ հարգել այն եզրակացությունները, որոնք տրամադրվում են եւ որոնք առկա են։ Ուսումնասիրվել են այդ բոլոր եզրակացությունները մահվան, այո, առնվազն անպատասխանատու մոտեցում եմ որակում, սա է իմ գնահատականը։ Դատապարտյալները շարունակում են ստանալ պատշաճ բուժօգնություն եւ մենք գնում ենք բժշկական այդ կենտրոնների վերազինմանը եւ ծառայությունների ընդլայնմանը։ Վերջին վառ օրինակը հենց Արմավիրինն է։ Հիմա տեսնենք, թե ինչ առաջընթաց կա ռուս-ուկրաինական հակամարտությունն ավարտելու ամերիկյան պլանի շուրջ։ Միջազգային լրատվամիջոցները գրում են, որ Թրամփի ներկայացուցիչը այսօր էլ ռուսների հետ կշարունակի քննարկել ուկրաինական կողմի հետ նախապես համաձայնեցված կետերը։ Արևմտյան առաջատար լրատվամիջոցներն իրենց աղբյուրներին հղումով հաղորդում են, որ Ուկրաինայի հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց եւ բանակի նախարար Դեն Դրիսկոլն Աբու Դաբիում ռուս պաշտոնյաների հետ քննարկում է խաղաղության ամերիկյան ծրագիրը, որը փոփոխվել է Կիրակի Ժնևում Ուկրաինայի, Միացյալ Նահանգների եւ Եվրոպայի ներկայացուցիչների հանդիպմանը։ Դրիսկոլի խոսնակն ասել է, որ ամերիկյան կողմը քննարկում է տևական խաղաղության հասնելու ուղիները, բանակցությունները լավ են ընթանում։ Ռուսաստանի արտգործնախարարն էլ հայտարարել է, որ Մոսկվան շարունակում է շփումները Վաշինգտոնի հետ, սակայն հրաժարվել է մեկնաբանել Աբու Դաբիի հանդիպումները։ Մոսկվան ողջունել է խաղաղության պլանի նախնական տարբերակը եւ սպասում է փոփոխված տարբերակին, որը պետք է արտացոլի Ալյասկայի Անկորիջ քաղաքում նախագահներ Պուտինի եւ Թրամփի միջև ձեռքբերված համաձայնությունները, ասել է Սերգեյ Լավրովը։ Тогда мы будем смотреть, потому что Մենք այն կուսումնասիրենք ու եթե Անկորիջի հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունները հանված լինեն, բնականաբար դա լիովին այլ իրավիճակ կլինի, բայց առայժմ կրկնում եմ, պաշտոնապես ոչինչ չենք ստացել։ пока, повторю, нам ничего никто официально не передавал։ Washington Post-ն ու Bloomberg-ը հաղորդում են, որ ամերիկյան պլանի 28 կետերը Ժնևի հանդիպմանը կրճատվել են մինչև 19-ի, ընդ որում դրանք եւս կարող են փոփոխվել։ Ըստ Bloomberg-ի փաստաթղթից առաջին փուլում դուրս եկած հարցերը կքննարկվեն ավելի ուշ, իսկ վերջնական տարբերակում Ուկրաինայի վերակառուցման նպատակով ռուսական սառեցված ակտիվների օգտագործման մասին հիշատակում չկա։ Կիևը հաստատել է, որ որոշ կետեր հանվել են, մյուսները փոփոխվել, իսկ ուկրաինական կողմի ոչ մի մեկնաբանություն անպատասխան չի մնացել։ Ուկրաինայի նախագահը երեկոյան ուղերձում հայտնել է, որ նոր տարբերակում ներառվել են անհրաժեշտ կետեր, սակայն ըստ Վլադիմիր Զելենսկիի դեռ զգայուն հարցեր կան, որոնք կքննարկի ԱՄՆ նախագահի հետ։ Մեր թիմն արդեն զեկուցել է նոր նախագծի հետ կապված քայլերի մասին եւ սա իսկապես ճիշտ մոտեցում է, զգայուն հարցերը, ամենանուրբ կետերը ես կքննարկեմ նախագահ Թրամփի հետ։ Ուկրաինան երբեք խոչընդոտ չի լինի խաղաղության համար։ Այսօր էլ Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ հեռախոսազրույցից հետո Զելենսկին վստահեցրել է, Ժնևի հանդիպումից հետո խաղաղության հասնելու շատ հնարավորություններ կան։ Լուրջ արդյունքներ ունենք եւ առջևում դեռ շատ աշխատանք սոցցանցում գրել է նա։ Ուկրաինայի ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստամ Ումերովն ասել է, որ Զելենսկին Միացյալ Նահանգներ կարող է այցելել առաջիկա օրերին։ Սպիտակ տան մամուլի քարտուղարը հայտարարել է, որ նախագահների հանդիպում դեռ նախատեսված չէ, սակայն ամեն ինչ շատ արագ կարող է փոխվել։ Ըստ Քերոլայն Լևիթի Թրամփը լավատես է, որ Ժնևի հանդիպումից հետո հնարավոր կլինի համաձայնության գալ։ Ըստ նրա հարցերի մեծ մասի շուրջ համաձայնություն կա։ Մնացել է մեջբերում եմ մի քանի վիճելի հարց, որոնց վրա թիմերն աշխատում են։ Այնպես որ կարծում ենք շատ լավ դիրքում ենք, իհարկե պետք է համոզվենք, որ այս բոլոր կետերի շուրջ համաձայնություն կա։ Հետո անշուշտ պետք է համոզվենք, որ ռուսները նույնպես համաձայն են դրանց հետ։ Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ Եվրոպան խաղաղություն է ուզում, բայց ոչ այնպիսին, որը կնշանակի փաստացի կապիտուլյացիա Ուկրաինայի համար։ Ըստ Էմանուել Մակրոնի Թրամփի պլանում նշվում է, թե ինչն է ընդունելի Ռուսաստանի համար, սակայն որոշ կետեր պետք է փոխվեն, որպեսզի այն ընդունելի դառնա նաև Ուկրաինայի եւ Եվրոպայի համար։ Նախ ԱՄՆ-ի առաջարկած ծրագիրը նախաձեռնություն է, որը գնում է ճիշտ ուղղությամբ։ Խաղաղություն, այնուամենայնիվ այդ ծրագրի որոշ ասպեկտներ քննարկելու, բանակցելու, բարելավելու կարիք ունեն։ Լեհաստանի պաշտպանության նախարարն էլ հայտարարել է, որ խնդրի արդար կարգավորումը պետք է հաշվի առնի Ուկրաինայի ձգտումները, ունենալու ինքնիշխան, անկախ եւ անվտանգ պետություն։ Բանակցություններին Կիևի մասնակցությունը եւս կարևոր է, ասել է Վլադիսլավ Կոսնյակ-Կամիշը։ Ուկրաինայի համար խաղաղությունն անհնար է առանց Ուկրաինայի, առանց ուկրաինական հասարակության եւ իշխանությունների ճանաչման։ Եվ խաղաղությունը ոչ մի կերպ չի կարող ավելի մեծ ռիսկեր բերել։ Դա չի կարող կապիտուլյացիա լինել։
Ըստ Reuters-ի ԵՄ անդամ երկրների արտգործնախարարներն այսօր տեսակապով կքննարկեն խաղաղության նոր ծրագիրը։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ազատությանը տված հարցազրույցում ասել է, որ խաղաղության համաձայնագրի ամենակարևոր տարրերից մեկը պետք է լինեն երաշխիքները, որ Ռուսաստանն ապագայում չի հարձակվի Ուկրաինայի վրա։ Մարկ Ռուտեն նաև ասել է, որ Ուկրաինան իրավունք ունի դիմել ՆԱՏՕ-ի անդամակցության համար եւ կարող է անդամակցել, եթե այս հարցի շուրջ կոնսենսուս լինի դաշինքում, ինչն այս պահին ըստ նրա չկա եւ քիչ հավանական է, որ լինի մոտ ապագայում։ Դիվանագիտական ճակատում այս զարգացումներին զուգահեռ ռուսական զինուժը զանգվածային հարձակում է գործել Ուկրաինայի վրա։ Առավել ինտենսիվ հարվածել են Կիևին, որտեղ կա 7 զոհ, 20 վիրավոր։ Եվս 3 մարդ զոհվել է Խերսոնում։ Ռուսական զինուժը հայտնել է, որ եւս մեկ բնակավայր է վերցրել Ուկրաինայի արևելքում։ Ուկրաինական զինուժն իր հերթին հարվածել է Ռուսաստանի հարավային շրջաններին։ Ռոստովի մարզի Տագանրոգում սպանվել է 3, վիրավորվել 10 մարդ։ Սրանք էին թողարկման թեմաները, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, լրահոսը թարմացվում է ազատություն.am կայքում, սոցցանցերի մեր էջերում դիտեք թարմացումները, հետևեք մեր լրատվությանը, ես ձեզ հրաժեշտ եմ տալիս, հաջողություն։